Բոտոքսն այսօր ամենապահանջված էսթետիկ միջամտություններից է, սակայն որքանով է այն անվտանգ, ինչ սահմանափակումներ կան եւ ինչ սխալներ են ամենահաճախ անում մարդիկ։ Այս եւ այլ կարևոր հարցերի մասին այսօր կզրուցենք էսթետիկ պլաստիկ վիրաբույժ Շահեն Կատայանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Նախ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում բոտոքսը։ Բոտոքսը դա բոտուլինոտոքսինի բուժական դեղաչափով էսթետիկ նպատակներով օգտագործվող հատուկ մշակում անցած պրեպարատ է։ Իսկ բոտոքսը միայն թույլատրվում է կատարել էսթետիկ միջամտությամբ, թե նաև լինում են դեպքեր, երբ որ բժշկի ցուցումով է եւ պարտադիր պետք է կատարվի։ Լինում են դեպքեր, որ կատարվում են նաև բժշկական նպատակով, հատկապես նյարդաբանության մեջ։ Իսկ որ դեպքերում է, որ հենց բժշկի ցուցումով է կատարվում։ Օրինակ չբուժվող տևական գլխացավերի դեպքում ենք իրականացնում եւ նմանատիպ մի շարք իրավիճակներ։ Կա տարիքային սահմանափակում, թե որ տարիքից հետո պետք է կատարել բոտոքս։ Սովորաբար կատարվում է այն ժամանակ, երբ նկատելի են լինում մաշկի միմիկ կնճիռներ, որոնք համառ կերպով չեն ասում եւ գնալով ավելի իրենք շատանում են եւ ավելի խորանում։ Իսկ ձեզ ավելի հաճախ դիմում են տղաները, թե կանայք են այս խնդիրը։ Կանայք, սակայն վերջին տենդենսները խոսում են եւ ցույց է տալիս այն փաստը, որ տղաները եւս տղամարդիկ եւս ավելի հետաքրքրված են նման միջամտություններով։ Նաև մարդկանց շատ հետաքրքիր է, թե ամառվա շոքին կարելի է կատարել բոտոքս, կան սահմանափակումներ այս առումով։ Սովորաբար չունենք սեզոնային սահմանափակումներ, սակայն յուրաքանչյուր եղանակ պահանջում է հստակ ցուցումների 100%-անոց պահպանում։ Իսկ օրինակ արևայրուք կարելի է։ Միանշանակ ոչ, արևայրուքը հենց հակադիր էֆեկտն է ունենում, շոկ եղանակին մի բան էլ արևայրուք ընդունել, փակ տարածքներում, շոկ տարածքներում լինել, սաունաներ հաճախել, այդ ամեն ինչը բերում է նրան, որ բոտոքսի ազդեցության տևողությունը խիստ կրճատվում է։ Իսկ քանի օր չի կարելի արևայրուք ընդունել բոտոքս անելուց հետո։ Կոնկրետ արևայրուքի դեպքում ցանկալի է մոտավորապես 1 ամիս չլինի։ Իսկ բացի սեզոնային սահմանափակումներից կան նաև այլ սահմանափակումներ, օրինակ կան մարդիկ, որոնց չի կարելի անթույլատրելի է անել բոտոքս։ Բոտոքս մենք չենք իրականացնում իհարկե նախ, երբ պացիենտը նշում է տվյալ պրեպարատից նախկինում ալերգիաներ, երբ նշում է, որ ընդհանրապես ինքը դեղորայքից ունի ալերգիաներ եւ չգիտի արդյոք բոտոքսի դեպքում դա ունի թե չէ, դա մեզ մի փոքր սահմանափակում է մեր գործողությունների մեջ։ Բոտոքս չենք ներարկում հղիության ընթացքում եւ ինչ-որ այլ հիվանդությունների դեպքում բուժման փուլում գտնվելու կամ հիվանդությունների գլուխ բարձրացնելու ընթացքում բորբոքային պրոցեսների դեպքում նաեւ չենք իրականացնում։ Իսկ որքան ժամանակ է արդյունքը պահպանվում եւ որքան ժամանակ հետո պետք է նորից կրկնվի պրոցեդուրան։ Թե դասական գրականության մեջ եւ թե մեր անձնական փորձը ցույց է տալիս, որ ամեն դեպքում բոտոքսի ուռճեցված երկար ամիսներով, ընդհանուր մինչև տարիներով պահպանումը դա սխալ միտք է եւ բոտոքսի միջին պահպանման տևողությունը մոտավորապես 3-ից 5 ամիսն է։ Իսկ եթե մեկ անգամ եք կատարել եւ էլ չենք ցանկանում անել, եթե չանենք, ինչ է լինում մաշկի հետ։ Ոչ, պարտադիր չէ, որովհետեւ դեղի ազդեցությունը անցնելուց հետո նրանից որևէ հետքեր չեն մնում։ Շատ լավ, իսկ բոտոքս կարելի է կիրառել, օրինակ նախակնճիռային այդ շրջանը, երբ որ առաջանում, թե պետք է լինի նոր կիրառ։ Ոչ, նված դեղաչափերով կարելի է, որովհետև գալիս ենք բժշկության կարևորագույն մտքերից մեկին, որ կանխարգելելն ավելի կարևոր է։ Նաև նկատում ենք, քանի որ նա էսթետիկ միջամտություն է, գրեթե հիմա շատացել են էսթետիկ միջամտությունները, գրեթե բոլոր տեղերում կատարվում են, այն պացիենտներին ինչ խորհուրդ կտաք, ինչպես ընտրել ճիշտ մասնագետ, որտեղ նաև տեսնում ենք հետագա բարդությունները, թե ինչ վիճակի է հասնում մարդկանց մաշկը, դեմքը, ինչպես ընտրել ճիշտ մասնագետ, որպեսզի բարդությունները։ Խորհուրդս է միանշանակ դիմել մասնագետի, դիմել բժշկի, դիմել տվյալ ոլորտում փորձ ունեցող բժշկի, իսկ այդպիսիք ի ուրախություն մեզ մեր երկրում եւ մեր քաղաքում բավականին կան։ Չնայած որ կան նաեւ ոչ համապատասխան կոմպետենտություն ունեցող
այսպես ասած մասնագետներ եւս։ Այ մասնագետները նշում եք, բայց նաև հիմա համացանցը լայն տարածում ունի եւ մարդիկ բժիշկներին կարող են ընտրել նաև համացանցով նայելով նկարները, որոնք նաև ինչ-որ չափով մշակված են լինում։ Այս առումով ինչպես հասկանալ այդ բոտոքսի մասնագետ ընտրելը կամ էսթետիկ վիրաբույժ ընտրելը, որպեսզի չխաբվեն նաև պացիենտները։ Ես իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ ամեն դեպքում որքան էլ էջերը ակտիվ են, հանգել ենք այն եզրակացության, որ մեզ դիմող պացիենտները հիմնականում ինչ-որ տեղ, ինչ-որ մեկից, ինչ-որ պայմաններում լսել են մեր մասին, որքան էլ որ գուցե անձամբ չեն տեսել, չեն շփվել, խորհրդատվություն չեն անցել, ինչ-որ տեղ լսել են եւ հասնանում են այն որոշմանը, որ պետք է մեզ դիմեն։ Այո, շատ կարեւոր է այսօր սոցցանցերը, բայց նաեւ շատ կարեւոր է տվյալ բժշկի մասին գոնե որևէ բան լավ իմաստով լսել եւ վստահել։ Իսկ պացիենտը կարող է հասկանալ բոտոքսը ճիշտ է արված, թե սխալ կան ինչ-որ նշաններ, որ մարդուն կարող են հուշել, որ ներարկումը կամ տեղաչափը սխալ է արված։ Նախնական 5-ից 7 օրը մի քիչ փոփոխական շրջան է, որովհետեւ այո, որոշ դեպքերում դեղորայքի դեղաչափի ազդեցության ընթացքը այնպես է լինում, որ գուցե մի հատվածում տեսքը ավելի սիմետրիկ լինի, մյուս հատվածում ոչ սիմետրիկ։ Դրա համար որպես ընդունված ժամանակահատված մոտ 2 շաբաթն է, 10-ից ընդունենք 14 օրն է, երբ օրգանիզմում դեղորայքը վերջնական սկսում է ազդեցություն ունենալ։ Այդ ընթացքում, այո, լինում են սրտատրոփ պահեր, երբ մի կողմում որոշակի ասիմետրիա են լինում եւ մեր խորհուրդն է պացիենտին սպասել այդ 10-14 օրը, որից հետո իհարկե բժիշկը ինքը եւս կարող է այդ գնահատական տալ կապի մեջ լինելով տվյալ պացիենտի հետ։ Մենք նաև շատ նկատում ենք, երբ որ մարդիկ անում են բոտոքս եւ դեմքը ինչ-որ չափով դառնում է անբնական, կարծես թե միմիկաները ինչ-որ ձև չեն փոխվում, այդ չափ կա, թե մարդիկ կարող են ընտրել ինչ չափով են ուզում կատարել։ Այո, չափ կա եւ դուք չնայած որ չենք պայմանավորվել, բայց նշում եք այն, ինչը միշտ ես պացիենտներին նշում եմ, ասում եմ, որ այն դեպքում, երբ պացիենտը ուրախ է եւ մենք չենք հասկանում, այն դեպքում, երբ պացիենտը տխուր է եւ մենք նորից չենք հասկանում, դա մի քիչ ամիմիկ իրավիճակ է եւ անգամ բոտոքսով նման արդյունք ստանալը ճիշտ չեմ համարում։ Այո, որոշակի միմիկա պետք է պահպանվի։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն պացիենտներին, ովքեր որ մեզ դիտելուց հետո կամ ընդհանրապես ցանկանում են առաջին անգամ կատարել բոտոքս, ինչին հաշվի առնել եւ ինչպես անել։ Անպայման նախ անցնել խորհրդատվություն մասնագետի մոտ, լսել, հայտնել իրենց ցանկությունը, լսել կարծիքը եւ եթե ամեն դեպքում գալիս է նրան, որ իրենց ցուցված է այդ միջամտությունը իրականացնել։ Բժիշկ Կատրին, առաջինը կներկայացնեք, թե ինչ է արվում, ինչև ներարկում անելը։ Այո, հիմա ախտանիչ լուծույթով մաքրում ենք ճակատը, մշակում, որպեսզի մաքուր տարածքում ներարկումները կատարենք։ Բոտոքսը միայն ճակատի հատվածում է արվում, թե նաև կարող են այլ հատվածներում օրինակ այդ Բոտոքսը կատարում ենք ճակատի հատվածում, հոնքամիջում, աչքերի միմիկ կնճիռներն ենք հանում բոտոքսի միջոցով եւ բերանի շուրջը այսպես կոչված համբույրի կնճիռները, բայց դա մեծ տարիքում է հանդիպում։ Իսկ այտոսկրերի մոտ ոչ, նման հատվածներում կատարում ենք գելի կամ ֆիլերի ներարկում եւ մեր դեպքում նաեւ որպես վիրաբույժ դա կարող եմ ասել, այդտեղ մենք նաեւ կատարում ենք լիպոֆիլինգ, սեփական ճարպի, մշակված ճարպի ներարկում, որպեսզի ավելի արտահայտիչ այտոսկրեր ունենանք։ Կատարում ենք կետանշումներ, պացիենտին խնդրում ենք սկզբում զայրանա, որպեսզի հոնքամիջի կնճիռների տեղը նշենք, հետո զարմանա, այսինքն հոնքերը վեր, որի դեպքում ավելի լավ արտահայտվում է այդ կնճիռների գիծը։ Իսկ ներարկումների չափը, երբ որ արվում է ըստ մաշկի կառուցվածքի եւ կնճիռի չափի արվում, թե կա հատուկ սահման, միշտ այդպես է արվում։ Սովորաբար ինդիվիդուալ մենք որոշում ենք, բայց կան իհարկե հատուկ չափաբաժիններ ամեն հատվածում ներարկելու համար, որը մենք պահում ենք։ Որոշ դեպքերից ելնելով դա մի փոքր չնչին կորեկցիայի ենք մենք ենթարկում, փոփոխում ենք, որպեսզի լավ էֆեկտ ստանանք։ Իսկ ինքը անցավ պրոցեդուրա է, թե ամեն դեպքում ցավազրկում արվում է։ Ամեն դեպքում ինքը ծակոց է եւ մի փոքր զգացնել տալու է, բայց անտանելի ոչինչ չկա։ Լավ։
կատարում ենք փոքրիկ ներարկում։ Կարող ենք հարցնել, ցավը դեր։ Իսկ եթե չնկարեին, էլի ոչ։ Լավ։ Այստեղ են ոչ։ Եվս մեկ ներարկում։ Ավենք նազգացողություն։ Պրոցեդուրայի արդյունքը միանգամից երևում է, ինչ որ ժամանակ անց նոր իրական արդյունքը արդեն տեսանելի է լինում։ Մոտավորապես 2 շաբաթում կսկսի նկատելի լինել։ Այսօր կասենք մեր պացիենտին, որ ալկոհոլ չօգտագործի, ցիտրուս չօգտագործի, տաք լոգանք չընդունի եւ այդպես 2-3 օր։ Որից հետո մեծ հաշվով ավելի իրեն ազատություն կտանք, բայց տաքության իմաստով ոչ այնքան, որովհետև այսպես թե այնպես շոկ է։ Իսկ անելուց հետո հնարավոր է ինչ-որ այտուցվածություն կամ կարմրություն առաջանա, ռեակցիա լինի, եթե անգամ ալերգիա չունի։ Այո, այդ օրը ներարկումների օրը սովորաբար ներարկած հատվածներում լինում են տեղային այտուցներ, որը սովորաբար մինչև հաջորդ օրը ցրվում եւ անցնում է, որովհետեւ ամեն դեպքում մեծ մակերես չի գերանում, ցակած հատված։ Պրոցեդուրայից հետո անպայման նորից մաքրում ենք մեր աշխատանքային զոնան եւ անհրաժեշտության տեղային կապտուկի դեպքում, որը եւս փաստ չէ, որ չի լինում, երբեմն լինում է, չնայած հիմա չունենք, պացիենտին խորհուրդ ենք տալիս այդ օրը տեղային սառույցներ դնի։ Լավ։ Այսքանը։ Կհանդիպենք 14 օրից։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք էսթետիկ պլաստիկ վիրաբույժ Շահեն Կատայանի հետ։ Կհանդիպենք